Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև շփումներ կան, սակայն չափազանցված ակնկալիքներ ստեղծելը նպատակահարմար չէ։ Նրա խոսքով Վրաստանը բաց է խորհրդակցությունների համար և ակնկալում է հարաբերությունների վերանայում, վերադարձնելու ռազմավարական գործընկերությունը հիմնված փոխադարձարգանքի և հավասարության վրա։ Առկա խնդիրների համար նախարարը մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին։ Բոճորիշվիլին անդրադարձել է նաև Վրաստանի հարևանների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին։ Նրա խոսքով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր նրանով, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը։ Վրաստանը դրական է գնահատում այդ գործընթացը և իր ներդրումն է ունենում դրանում, նշել է Բոճորիշվիլին։ Վրաստանի արտգործնախարարը խոսել է նաև այն պնդումների մասին, թե երկիրը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից։ Անհնար է թերագնահատել Վրաստանի դերը։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանը չհիշատակելը անհավանական է։ Վրաստանը միակ երկիրն է, որը ելք ունի դեպի ծով, և միայն դա բավարար է։ Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Նախարարը նշել է, որ անընդունելի են Վրաստանին ուղղված քննադատությունները այն պետությունների կողմից, որոնք Ռուսաստանի հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ և տնտեսական համագործակցություն։ Խոսելով Ուկրաինայի հետ հարաբերություններից, Բոճորիշվիլին նշել է, որ մի շարք հարցեր մնում են չլուծված։ Նրա խոսքով Թբիլիսին ակնկալում է, որ Կիևը կհասկանա, որ քաղաքական առումով Վրաստանն արել է ամեն ինչ Ուկրաինայի կողքին լինելու համար։ Թբիլիսիում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն կապված ԻՄԵԴ TV և Post TV հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների սահմանման հետ։ Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է դեսպանից բացատրություն է պահանջել այդ որոշման համար, քանի որ նման սահմանափակումներն իրավական ամուր հիմքեր են պահանջում։ Նա հույս է հայտնել, որ բրիտանական կողմը կներկայացնի համապատասխան հիմնավորումներ։ Բրիտանիան նոր պատժամիջոցների ցուցակը հրապարակել է փետրվարի 24-ին։ Լոնդոնը պնդում է, որ վերոնշյալ հեռուստաընկերությունները պարբերաբար հեռարձակում են սյուժեներ, որոնցում տեղ են գտնում ռուսական խոսույթներ։ Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, հավատարմագրային կառավարման հետ կապված ծառայությունների մատուցման և այլ սահմանափակումներ։ Անդրադառնալով խնդրին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդես է գալիս որպես գրաքննիչ, պահանջելով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա եռակողմ գործարար համաժողովի շրջանակում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայել Ջաբարովի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կապերի ամրապնդման գործում։ Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև նշվել է երկու երկրի միջև առևտրի դրական դինամիկան։ Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը ներդրումների, տրանսպորտի, լոգիստիկ, էներգետիկ ոլորտներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը։ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունները կայացել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպման շրջանակում։ Կողմերը քննարկել են երեք երկրի միջև հարաբերությունները, ինչպես նաև ռազմավարական նախագծերը, ներառյալ նավթատարները, գազատարները և երկաթուղիները։ Քննարկման գլխավոր թեմաներից են դարձել աշխարհաքաղաքական կարևոր նախագծերը, որոնք կոչված են կապելու Կենտրոնական Ասիան և Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով։ Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և ակնկալիքները, անդրադարձ է եղել Իրանում և Սիրիայում իրավիճակին։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ, հայտարարել է Թուրքիայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը, ով Բաքվում մասնակցել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացն արագ կզարգանա և տարածաշրջանի օրակարգն արդեն կորոշվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարեկեցությամբ և զարգացմամբ։ Նրա խոսքով Անկարան կենտրոնանալու է ապագայի վրա։ Օքթայը նշել է, որ Ադրբեջանը սկսել է փուլ առ փուլ
իրականացնել պայմանավորվածությունները, մինչև նախատեսվող խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը եւ իրավական պարտավորությունների առաջացումը։ Անդրադառնալով տարածաշրջանի մյուս զարգացումներին, Պաշտոնյանն ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են Իրանի եւ ԱՄՆ-ի միջև խնդրի կարգավորումը տեսնել բանակցությունների միջոցով։ Եթե Իրանում Սիրիայի նման քաոս լինի, դրա հետևանքներն ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար ծանր կլինեն, նշել է Պաշտոնյան։ Թուրքիայի արտահանման ծավալն ընթացիկ տարվա հունվարին 2025 թվականի նույն ամսվա համեմատ կրճատվել է 4%-ով, մինչև 20 միլիարդ 315 միլիոն դոլար։ Ներմուծման ծավալն աճել է 0.1%-ով, մինչև 28 միլիարդ 695 միլիոն դոլար։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի եւ առևտրի նախարարության տվյալների համաձայն արտաքին առևտրի դեֆիցիտը հունվարին նախորդ տարվա համեմատ աճել է 11.6%-ով, 7 միլիարդ 511 միլիոն դոլարից հասնելով 8 միլիարդ 380 միլիոն դոլարի։ Ընթացիկ տարվա հունվարին Գերմանիան թուրքական արտահանման ծավալով առաջին տեղն է զբաղեցրել գործընկեր երկրների շարքում 1 միլիարդ 780 միլիոն դոլարով։ Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Իտալիան եւ Իրաքը։ Ներմուծող երկրների ցանկը գլխավորել է Չինաստանը 4 միլիարդ 283 միլիոն դոլար ծավալով։ Նրան հաջորդում են Ռուսաստանը, Գերմանիան, Միացյալ Նահանգները եւ Շվեյցարիան։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի եւ Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իրան էր ժամանել փետրվարի 23-ին։ Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ։ Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների երրորդ փուլը։ Իրանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 6-ին Մասկատում եւ փետրվարի 17-ին Ժնևում։ Բանակցություններին ընդառաջ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է հասնել արդար համաձայնության։ Նա կրկնել է Իրանը միջուկային զենք չի ստեղծի, սակայն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով։ Թեհրանը պատրաստ է զիջումների եւ դրա դիմաց սպասում է պատժամիջոցների չեղարկման, հավելել է դիվանագետը։ Արաղչին նաեւ նշել է, եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել Իրանին, ապա տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները օրինական թիրախ կդառնան։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել կողմերին համաձայնության հասնել, այլապես հակամարտությունը կարող է տարածվել Իրանի սահմաններից դուրս։ Չնայած բանակցություններին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի 4 քաղաքացու, 10-ից ավելի նավի եւ Իրանի հետ կապերի համար մեղադրվող 16 ընկերության նկատմամբ, որոնք գրանցված են տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, Պանամայում, Մարշալյան կղզիներում։ Ժնևում կայացած բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ քննարկումները կենտրոնանում են Թեհրանի միջուկային ծրագրի վրա, սակայն եթե հետագայում Իրանը հրաժարվի քննարկել բալիստիկ հրթիռները, ապա դա մեծ խնդիր կառաջացնի։ Նրա խոսքով Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել, ունի մեծ քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների եւ Միացյալ Նահանգների գործընկերների համար։ Ռուբիոն միաժամանակ շեշտել է, նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է Վաշինգտոնն ունի վկայություններ, որ Իրանը փորձում է վերսկսել միջուկային զենքի ստեղծումը, իսկ իրենք դա չեն կարող թույլ տալ։ Վենսի խոսքով ԱՄՆ նախագահը ձգտում է միջուկային խնդրի խաղաղ կարգավորման հասնել, սակայն ունի նաև այլ տարբերակներ։
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի մայիսի 4-ին Երևանում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հստակեցնելով, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսի խիտ եւ հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։ Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ճանապարհին, հանդես գալով տարբեր նախաձեռնություններով։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ Բաքվի դիրքորոշումն ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման վերաբերյալ սկզբունքային է եւ հստակ։ Դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր։ Նրա խոսքով ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թվականի հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի եւ փոխհատուցում կվճարվի։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող Ազալի ուղևորատար ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ավիաաղետի էր ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր։ Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել է վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում։ Բաքվում կայացել է Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ նիստը։ Քննարկվել են երեք երկրի միջև ռազմավարական հարաբերությունների, ինչպես նաեւ տրանսպորտային, էներգետիկ եւ լոգիստիկ նախագծերին աջակցելու կարեւորությունը։ Օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են երկրների ներքաղաքական գործընթացներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին եւ կարեւորել միասնական մոտեցումները։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին, ռուս-ուկրաինական պատերազմին եւ շարունակվող խաղաղ բանակցություններին, ինչպես նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ Մերձավոր Արևելքում իրավիճակին։ Այս ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վրաստանում։ Ադրբեջանը ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը։ Սպառազինության վարչության պետ օդատիեզերական ուժերի ղեկավարի տեղակալ գեներալ գնդապետ Յուրի Գրեխովի գլխավորությամբ։ Բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիկ Իսլամզադեի հետ։ Կողմերը քննարկել են ռազմական փոխգործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։ Ռուսական պատվիրակությունը մասնակցել է նաև Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանում կազմակերպված սեմինարին։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիհալի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Քննարկումներն անցել են առցանց ձևաչափով։ Կողմերն էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերի հետ մեկտեղ մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայի էներգետիկ կայունության ամրապնդման գործում Ադրբեջանի օգնության վերաբերյալ։ Կիևում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարթալիևը նշել է, որ նախարարների բանակցություններից հետո ինքը Շմիհալի հետ քննարկել է երկկողմ էներգետիկ համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։